յուրաքանչյուր կենդանական ծագում ունեցող մթերք, կլինի միս, կլինի ձու, կլինի կատնամթերք, կենդանական ծագում ունեցող ճարպերը ուղղակի անփոխարինելի են։ Ճարպերից հրաժարվելը դա դատավճիռ է ձեր հորմոնալ ֆոնին։ Յուրաքանչյուր հորմոն, նամանավանդ տղաների մոտ, տեստոստերոնը սինթեզվում է բացառապես խոլեստերինի, տվյալ դեպքում ճարպի առկայության ու ճարպի շնորհիվ։ Եթե մենք մեր սննդից բացառենք կենդանական ծագում ունեցող, տվյալ դեպքում կարող լինի մսից ծագում ունեցող ճարպերը, մենք մեր օրգանիզմը ուղղակի նյութափոխանակությունը կուղարկենք գրողի ծոցը, չենք ունենա առողջ օրգանիզմ, չենք ունենա պրոգրես եւ չենք ունենա գեղեցիկ մարմին։ Ճարպերը շատ կարեւոր դեր ունեն, նամանավանդ կենդանական ճարպերը շատ կարեւոր դեր ունեն ընդհանուր մեր օրգանիզմի գործունեության հետ։ Դա մաշկի գեղեցկության, ոսկորների ամրության, շնչառության անգամ ճարպերը նաև նպաստում են, որպեսզի այնտեղ շնչառական համակարգում, շնչառության ածխաթթու գազի եւ թթվասնի փոխանակության մեջ շատ մեծ դեր են խաղում։ Առանց դրա տեղի չունեն, այսինքն ճարպերը առհասարակ շատ կարևոր դեր ունեն մեր օրգանիզմում։ Ուղղակի սովետական միության ժամանակ երևի թե ճարպերի պրոպագանդան որ չուտեն այնքան շատ գնաց, հիմա մարդիկ ճարպերից վախում են։ Եվ շատ մարդիկ գիտեն, որ օրինակ ճարպերը կարան բացառեն, դա կատաստրոֆա է ուղղակի, դա ոնց որ ոչ գրագետ եւ սխալ մոտեցում է։ Ես ճարպերին միշտ եմ նշանակություն տալի։